Այժմ մեր տաղավարում թեմայի մասին զրուցելու եմ իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանի հետ։ Բարի երեկո, պարոն Իշխանյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Խնդրեմ, սիրով։ Եկեղեցու դեմ արշավ, կաթողիկոսի անվան նսեմացում, պետական միջամտություն, Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցածը, քահանաների հրաժարումը, այլ եկեղեցուց քահանա հրավերելը, ոստիկանության ներխուժումը, սա քաղաքական սկանդալ է, թե համակարգված քարոզչություն ուղղված հայ առաքելական եկեղեցու հեղինակազրկմանը։ Չէ, հեղինակազրկմանը չի, զավթմանն է ուղղված գողությանը, այսինքն հայ առաքելական եկեղեցին այն ամենակազմակերպված կառույցն է այս պահին, որը զբաղվում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությամբ, մասնավորապես արցախցիների վերադարձի իրավունքի հարցով, պատանների եւ գերիների վերադարձի հարցն է բարձրաձայնում, ինչպես նաեւ մշակութային ժառանգության պահպանման հարցով, որովհետեւ Ադրբեջանը վերացնում է Արցախում հայկական հետքը եկեղեցիները, իսկ եկեղեցին դիմադրում է դրան, դատական գործեր է ներկայացնում, միջազգային համաժողովներ է կազմակերպում, ինչպես նաեւ գիտենք, որ կաթողիկոսի ուղերձներ հեռացվել բանից ամանորյա եթերից հանրային հեռուստատեսության։ Մի խոսքով, այստեղ այդ եթե ավելի տենց քաղաքական կոնտեքստով նայենք, իմաստը այն է, որ պահից եթե ասենք Գարեգին II ասի, թե հա արցախցիները որևէ իրավունք չունեն, հայերը իրավունք չունեն, եկեղեցիները ինչքան ուզում են թող վերացնեն ադրբեջանցիները, ինչքան ուզում են թող հայերին չգիտեմ, քնած մարդկանց կացնահարեն կանանց մասնատեն, այդ պահից այս Նիկոլ Փաշինյան անունով քաղաքացին, որը զավթել է հայկական լծակները իշխանական, այդպես բնականաբար խնդիր էլ չի ունենա հետը։ Եթե նայենք մենք օգոստոսի 8-ին այդ նախաստորագրված այդ փաստաթղթի մեջ, որտեղ փաստորեն մեր դեմ իրականացված հանցագործությունները միջազգային դատարաններից հետ են կանչում, նոր տարածքներ են տալիս, Զանգեզուրի միջանցքն են տալիս, Մինսկի խումբը ցրեցին եւ այլն, այնտեղ 8-րդ կետ կա, որով ասվում է, որ պետք է Հայաստանը պայքարի ծայրահեղականության դեմ։ Իսկ Ադրբեջանի համար ծայրահեղականություն ո՞րն է Հայաստանում։ Ծայրահեղական է Ալիևի համար նա, ով հայերից նա, ով պայքարում է իր իրավունքների պաշտպանության համար։ Այսինքն ես դուք բոլորս մենք ծայրահեղական ենք, Նիկոլ Փաշինյանն էլ ծայրահեղական է, չի էլի։ Եթե անդրադառնանք երեկվա դեպքին, Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցած, այսինքն հասել ենք մի փուլի, երբ հավատացյալը, եթե եկեղեցում հանդգնի տալ վեհափառի անունը, պարզապես բերման կենթարկվի։ Ես ուզում եմ հատուկ նշենք, որ ոչ թե պարզապես տա վեհափառի անունը, այլ պատարագի այն հատվածում տա, որտեղ պատարագիչը եւ սարկավակները պետք է տային ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II անունը, բայց չեն տվել, այսինքն գրաքննված է եղել նրանց տեքստը, այսինքն պատարագը գրաքննված է եղել եւ մարդիկ, որոնք ներկա են այնտեղ, նրանք ուղղել են այդ գրաքննությունը, տեքստը, իրական տեքստը վերադարձրել են իրենց տեղը եւ սա այնպիսի մի իրադարձություն է, որ այստեղ միայն հավատացյալների հարցը չի, հա, ասենք գրաքննությունը ինքը սրտխառնոց առաջացնող բան է, հատկապես ասենք մշակութային գործիչների մոտ, եթե իհարկե գրաքննությունը ադրբեջանական կամ ՔՊ-ական քարոզչություն չէ, որը վտանգավոր է մարդու կյանքի համար եւ այդ պետք է գրաքննվի այդ քարոզչությունը, բայց պատարագը, որը ասենք կրոնական կազմակերպության արարողության դարեդար այդ անխախտ գալիս է ու այդպես իրագործել են ու հայտնվել է ինչ-որ մեկը, որը 385 եկեղեցի է հանձնել Արցախում, 150,000 մարդու գաղթականասարքել 90%-ից ավելին հայ առաքելական եկեղեցու հետևորդ են այդ մարդկանցից, եկել է հոգևորականներին ասում է, թե ինչպես պետք է կարդան այդ տեքստը պատարագը։ Դրա համար անհրաժեշտություն է, որ բոլոր հավատացյալները, եթե պատարագիչն ու սարկավակները ենթարկվում են այդ քաղաքացի Նիկոլ Փաշինյանի գրաքննությանը, իրենք տեղում ուղղեն դա։ Դուք էլ գրառում էիք արել, ասում էիք, որ որևէ կուսակցության առաջնորդ իրավունք չունի գրաքննություն անել եկեղեցու արարողությունը։ Այսօր Հայաստանում մենք գործ ունենք պետական գրաքննության հետ, թե իշխանության ձևափոխած նոր տիպի ավտորիտարիզմի։ Դե մեկը մյուսի պատճառահետևանքն է, քանի որ սրանք ավտորիտար չէ, բռնապետական են, որովհետև միակ բանը, որ Հայաստանում դեռևս չի վերացել Նիկոլ Փաշինյանը, դա ասենք այս մամուլն է, որը կա եւ բանը կուսակցական համակարգը։ Մյուս իմաստով ինքը լրիվ բռնապետական տարեր է, ու ինքը գնում է դրան եւ կարող ենք ասել, որ բռնապետ է ինքը։ Հետևաբար այդ իր այդ նոր
իրողությունը ստեղծել է, այսինքն Հայաստանը ասած խցկել այդ պանթուրանական puzzle-ի մեջ, ինքը պետք է դա գրաքննությունով անի, որովհետև այդ puzzle-ի մեջ պետք է գրաքննվի հայերին վերաբերող ամեն ինչ, որովհետև եթե ինքը ինտեգրում է Հայաստանը այդ թուրանականության մեջ, թե հայոց լեզուն, թե հայ եկեղեցին, թե այդ խոչընդոտ են իր համար, Թուրքիայի համար, հայոց ցեղասպանության ճանաչումը եւ այլն։ Ու դրա համար ինքը այդ գրաքննությամբ զբաղված բոլոր ոլորտներում, որտեղ հայերի իրավունքների պաշտպանությանն է վերաբերում։ Ակտիվիստ Հայկ Դորունցն էլ էր ձեզ հետ եւ ձեր եւ Դորունցի նկատմամբ ուժի կիրառումից հետո ինչ ուղերձ հղվեց հասարակությանը։ Լռեք, հակառակ դեպքում դուրս կհանենք, թե մենք ենք որոշում, թե որ արժեքն է արժեք եւ ով իրավունք ունի արտահայտվելու։ Նախ Հայկ Դորունցի մասին կուզեի առանձին մի բան անդրադառնանք, որովհետև Հայկ Դորունցն է, որը ցույց է տվել ճանապարհը այս եկեղեցու հանդեպ ոտնձգությունը դադարեցնելու համար, հա, որ Հովանավանքում դիմեց Ստեփան Ասատրյանին ու ասաց դու իրավունք չունես, դու կարգալույծ ես, տղա ջան։ Հետո Բերանափակած դուրս հանեցին, բայց Հայկ Դորունցը շատ ավելի կարևոր գործեր է անում, նա պայքարում է Հայաստանում սահմանադրական փոփոխության այն տրամաբանությամբ, որպեսզի իշխանությունը ասենց մի հոգու ձեռքում ամբողջացված չլինի, այդ սուպեր վարչապետական համակարգը չլինի, որտեղ բոլոր իրավապահները իրան են ենթարկվում, ազգային ժողովի ընտրությունների կարգը այնպիսին է, որ միակուսակցական մեկ կուսակցությունը ամեն ինչ կարողանում է որոշի, ու մենք տեսնում ենք դրա արդյունքն է, այսինքն Հայկ Դորունցի աշխատանքը պետք է գնահատել այդ իմաստով, որ ինքը պայքարում է նրա համար, որպեսզի ամենավատ մարդն էլ գա իշխանության, իշխանական հակակշռություն լինի, չկարենա այն անի, ինչ որ սա է կարողանում անել։ Եվ այո, Հայկ Դորունցին էլ ինձ էլ Հայկ Դորունցին էլ եկեղեցուց ուժով հանեցին, երբ որ մենք ուղղում էինք գրաքննությունը, իհարկե այնտեղ միայն մենք չէինք, լիքը Արմինեն էր Պետրոսյան, որ հնչեցնում էր կաթողիկոսի անուն այդ հատվածում, լիքը մարդիկ կան, ես տեսա կանայք էին, որ կարդում էին, երգում էին, որտեղ այդ մասը, երբ որ սահակավակները պետք է ասեն ինքը երգեցողությամբ է, ու մարդիկ երգում էին այդ հատվածը, հետո նույնիսկ վերջում վեհափառին նվիրված երգը երգեցին, այսինքն ոչ մեկ համաձայն չէին ինչ որ կատարվում, ուղղակի ասենք ճնշելով, գրաքննելով, վախեցնելով փորձում են ցույց տալ, թե բոլորը համաձայն են։ Ահա, ինչ էի ասում։ Ու մեզ հանեցին, հետո տարան, այսինքն անհայտ ուղղությամբ, կարող եք ասել առևանգեցին, ինչ ուզում եք ասեք, որովհետև մեզ ոչ ներկայացրել են մեր իրավունքները, ոչ հիմքը թե ինչի համար են տանում, ոչ ասել են թե որտեղ են տանում։ Փաստացի զրկել են մեզ ազատությունից, մեր կամքին հակառակ A կետից տալել են B կետը։ Դրան գումարած եկեղեցուց այդ ովքեր որ հանել են իրեն ուժով, նրանք էլ պետք է ըստ օրենքին համապատասխան պատասխանատվության ենթարկվել, ես բնականաբար այդ ուղղությամբ գնալու եմ։ Իհարկե մենք հասկանում ենք, որ սահմանադրախախտի, հռչակագրախախտի, քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածը կրոնական կազմակերպությունների գործունեությունը խոչընդոտողի այս իրավական դաշտը խոսել մի քիչ զավեշտ է, բայց մենք քաղաքակիրթ մարդիկ ենք, մենք օրինական ճանապարհով ենք գնում ի տարբերություն իրենց։ Այսինքն ինչ եք պատրաստվում անել։ Հաղորդում ներկայացնել։ Այո, հաղորդում ներկայացնել եւ դատական process սկսել իմ տեղաշարժը եւ ազատությունը սահմանափակելու համար եւ եկեղեցից դուրս իհարկե։ Կրոնական կարգը ինչու հիմա ունի պաշտպանության կարիք, որովհետև նախկինում չենք տեսել, որ պատարակների ժամանակ ոստիկանական ուժեր այդքան տեղակայվեն եկեղեցում։ Նախ ոստիկանական ուժերը պաշտպանության կարիք ունեն, որովհետև իրանք կատարում են հրամաններ, որոնք իրանք չեն ուզում կատարել, որովհետև բոլորն էլ հասկանում են, հա, որ մի հոգի եկել է ու ասենք մտել է իրաց կրոնական կազմակերպություն, ընդ որում կրոնական կազմակերպություն, երբ որ ես ասում եմ, եկեղեցին նաև սահմանադրությամբ օժտված է հատուկ կարգավիճակով, որովհետև 1700 տարվա պատմություն ունի, մեր ինքնության ամենալավ փոխանցողն է, այս պարզապես կրոնական կազմակերպություն էլ չէ, էլի սահմանադրական կարգավիճակն էլ պետք է շեշտել, բայց ամեն դեպքում թե այդ թվում նաև դատախազները պաշտպանության եւ ազատագրության կարիք ունեն, որովհետեւ մենք հայակվեով օրինակ դիմել էինք դատախազություն, հաղորդում էինք ներկայացրել, որպեսզի այս մարդկանց, որոնք խախտում են Սահմանադրության 17-րդ հոդվածը, պետության եւ կրոնական կազմակերպության տարանջատումը, նրանք նաև խախտում են քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածը եւ 441-րդը։ Մեկը վերաբերում է կրոնական կազմակերպությունների
արտաքսությունների գործունեությունը խոչընդոտելու, մյուսը պաշտոնական դիրքի չարաշահմանը։ Եվ դատախազությունը փաստորեն հրաժարվել է գործ հարուցելուց, պարզապես հրաժարվել է։ Այսինքն այս մարդը կարող վեր կենա, որոշի ինքը թե ով պետք է լինի այս կրոնական կազմակերպության բանը առաջնորդը, կարող է ասենք այնտեղ կանոնը մտնի իրենց պատարակը գրաքննի, կարող է վարկաբեկի, ատելության խոսք տարածի, հայհոյի, չգիտեմ, ամեն ինչ անի ու ընդ որում իր այդ բոլոր այդ խմբակներով, կարգալույծին կարա ասի չկարգալույծ չէ, այսինքն լրիվ ինքն է էլի կազմակերպում այդ գործունեությունը խոչընդոտելով իհարկե, բայց դատախազությունը ասի դե չէ, բան, ոչ մի բան չկա, բայց ասենք անմեղ հոգևորականներին տանի գերեվարի կամ ասենք Սամվել Կարապետյանին, որը ընդամենը իր եկեղեցին պաշտպանելու համար տանի գերեվարի։ Այսինքն այստեղ դատախազությունը ազատագրելու խնդիր ունենք։ Նաև բոլոր իրավապահ համակարգում աշխատողներին ազատագրելու խնդիր ունենք, այս Արցախը հանձնած այս էակից, այս հակաժողովրդավար էակից։ Ի վերջո Արցախը միայն հայկական ինքնության մաս չէ, չէ, ինքը ժողովրդավարության մաս էր։ Մենք այնտեղ ժողովրդավարություն էինք կառուցում, նախագահներ էին փոխվում, իշխանական ճյուղերն էին իրարից անջատ, մյուսը բռնապետական էր։ Այսինքն 12000 քառակուսի կիլոմետր ժողովրդավարությունը սա տվեց բռնապետությանը։ Հետո էլ գնում են ասում են սա ժողովրդավար է։ Կարծիք կա, որ եկեղեցու դեմ գործընթացը վարքաբեկող արշավ է, իշխանության վրեժն է, քանի որ եկեղեցին հրաժարվում է լեգիտիմացնել իշխանության քաղաքականությունը։ Դուք այդ կարծիքին եք, թե սա ընդհանրապես ճանապարհ է հասարակությունը արմատազրկելու եւ արժեքները խեղելու համար։ Չէ, դրա մասին խոսեցինք։ Եկեղեցին, քանի որ ինքը արցախցիների վերադարձի իրավունքի հարցնաբարձրացնում, Արցախում հայկական ժառանգության հետքը վերացնելու դեմ է պայքարում, քանի որ ուղերձում, քարոզներում միշտ կոչ է անում նեցուկ կանգնել, սատար կանգնել մեր այս ժամանակահատվածում նեղության մեջ գտնվող հայրենակիցների, արցախցիների հանդեպ, բնականաբար սրանք հակառակն են անում, ատելություն են տարածում արցախցիների հանդեպ, զտպարտություն, կեղծիք, ԱԱԾ-ին են ուղարկում Արցախի ներկայացության շենքի վրա 3 տարի ամեն օր, ամեն ժամ հանձնում էին Արցախը, գնում էին հարցազրույցներ էին տալիս, մենք ռեսուրս չունենք Արցախը պահելու, դա ամբիոնից Շուշին դժբախտ-դժգույն քաղաք է, մեզ պետք էր Շուշին, ուզում եք ասել Շուշին հայկական քաղաք է, 9 ամիս շրջափակման մեջ չէին պահում, ոչ օգնեցին, ոչ բան, հետո երբ որ 23 թվականին սեպտեմբերին հարձակվեցին, այնտեղ տղաները 200-ից ավել մարդ կռվեցին, այդ թվում Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը զոհվեց ու ստեղից էլ այդ այսպես կոչված ազգային ժողովի նախագահը, որը մարդկանց վրա է թքում, քաղաքացիների վրա է թքում, ասում է թող մնային կռվեին, մի խոսքով կամ ասենք այն հանրային հեռուստատեսությամբ կհիշենք, այն որ արցախցին ասում է 2000 դրամ չունեմ, որ վննաման առնեմ, այսինքն կոշիկ առնեմ եւ հանրային հեռուստատեսությամբ տարածում են թե արցախցիները 2000 դրամով ցույցերի են գնում եւ այլն, այսինքն սա այդ իշխանությունը զավթացնելն են անում մեր դեմ եւ եկեղեցին անում է դրա հակառակը, պաշտպանում է եւ սրանք իրար հակադրվում են եւ սրան պետքա որ այդ եկեղեցին քարոքան դանի որպեսզի մենք մեզ չկարողանանք պաշտպանել այդքան բան Դուք ձեր գրառման մեջ էլ եք քիչեցրել որ 5000 հոգու խաբելով սպանելով Արցախը հանձնածները չնչին են որ վախներ շնչեն այսինքն եկեղեցու դեմ արշավը ձեր ընկալմամբ նույն շղթայի մասն է Այո միանշանակ ոչ միայն եկեղեցու սկսենք ամենասկզբից դատական իշխանությունը հիշում ենք ոնց զավթեցին, ովքեր որ չեն ենթարկվում այս դեղին մամուլի խմբագիր Նիկոլ Փաշինյանին, օրինակ Դավիթ Գրիգորյան, Ալեքսանդր Ազարյան, նրանց դեմ գործեր էին հարուցում։ Հիշենք, Ալեքսանդր Ազարյանը կալանքից ազատեց, այսինքն խափանման միջոցը փոխեց Ռոբերտ Քոչարյանի, սրանք ոչ մի բան չէին կարողանում գտնեին այդ դատավորի վրա։ Այդ դատավորը փաստաբանների գնահատականով մի քանի տարի լավագույն դատավոր էր ճանաչվել բան չէին կարողանում գտնեին։ Ի վերջո բոհի ղեկավարին Սմբատ Գոգյանին ասացին մի հատ գնա դիսերտացիայի մեջ մտի, գիտական աշխատանքի մեջ մտի։ Սա բացում է գիտական աշխատանքը, այնտեղ նկարահանում են թե կեղծարարություն կա, պլագիատ կա այդ գործի մեջ։ Էդ էլ է հերքվում, բնականաբար այդ մակարդակի մասնագետի ինչ պլագիատի մասին է խոսքը։ Դավիթ Գրիգորյանի դեմ գործ հարուցեցին, գնացին շո 2000-ականների սկզբին
գլխին գործ սարքեցին, հետո այս վերջերս արդարացվեց մամուլում եղավ հրապարակումը, որ որևէ բան չկար վրա։ Իսկ ովքեր որ ենթարկվում էին, հանգիստ տենց իրենց ցոփշվայտ կյանքն էին վայելում, այնտեղ, չգիտեմ, գնում էին պլաստիկ վիրաբուժություն էին անում եւ այլն, տենց մեր հաշվին կայֆավատ էին լինում։ Իսկ այդ դատական համակարգը, մյուսը բանակում տեսնենք, ովքեր որ այնտեղ ենթարկվում էին այս տղային, կրկին արժանանում էին ինչ-որ պաշտոնների, իսկ ովքեր ոչ, ասենք Յուրի Խաչատուրով, Սեյրան Օհանյան, Միքայել Հարությունյան, այսինքն այդ կոտրում էր այդ բանակը, հետո հիմա էլ տեսեք Յուրի Խաչատուրովին ու Գրիգորի Խաչատուրովին նորից գործ են հարուցում դեմները, կամ Տիրանը Խաչատրյան, հենց այն պահից, երբ որ հիշում եք ասել էր Իսկանդերը 10%-ով է կրակում հարցազրույցներում ու լրագրողը Տիրան Խաչատրյանին հարցել էր կարա տենց բան լինի, կարծեմ էս էր, չէ, եթե չեմ սխալվում պատմությունը, դա էլ ծիծաղել էր, մի քանի օր առաջ ազգային հերոսի կոչում էր տվել, հանեցին, հետո սկսեցին դատել, մի խոսքով, այսինքն այստեղ մենք գործ չունենք ոչ արդարադատության, ոչ կարգ ու կանոնի, ոչ քաղաքակրթության, այստեղ մենք գործ ունենք մեկ անձի քմահաճույքների հետ, այդ մեկ անձն էլ ասենք բան չի էլի, գոնե մի քիչ բան, sense վեհ չի, մի քիչ Ընդամենը դեղին մամուլի խմբագիրը, որ իր կարիերան ինքը արել է մարդկանց դեմ զրպարտություններ անելով, ստելով եւ այս բան նենգությամբ ընտանիքներ քանդելով։ Հիմա ինքը քանդում է ընտանիք, չէ։ Նախ այդ ընտանեկան բջիջները բոլորս մենք ունենք ընտանիքի անդամներ, որոնց հետ չենք խոսում, ընկերներ, որոնց հետ չենք խոսում։ Հիմա էլ էս եկեղեցին է, ընտանիքա, մտել է մեջը քանդում է։ Ոստիկանությունից պարզաբանել էին, որ ձեր անվտանգության համար են ձեզ հիշեցրել։ Ումից են պաշտպանում կամ Եթե ուզում են իմ անվտանգությունը պաշտպանել, ինչի համար է այս իրավիճակը առաջացել։ Այս իրավիճակը առաջացել է, քանի որ մեր սադրիչ կա, որը խոչընդոտում է կրոնական կազմակերպության գործունեությանը։ Այս իրավիճակը եւ գրաքննել է այս իրավիճակը առաջացել է դրա համար։ Հիմա եթե այդ մարդուն մեկուսացնեին դատախազությունը այդ գործ հարուցել, իմ անվտանգությունը ապահովված կլիներ։ Այնտեղ պատարակում չէին գրաքննի, կհնչեր կաթողիկոսի անունը, ես պարտավորված չէի լինի ուղղել գրաքննությունը, հնչեցնել կաթողիկոսի անունը, եւ ինձ այնտեղից չէին հանի։ Իմ անվտանգությունը ապահով կլիներ։ Սիրելի ոստիկաններ, իրավապահներ, դուք սխալ մարդու եք իմ անվտանգությունը ապահովելու համար մեկուսացնել։ Այդուհանդերձ, այդպիսի հիմք չգոյություն չունի։ Իմ անվտանգության համար բանի Ռաֆիկի պատմությունն է, չէ՞, ասում Ռաֆիկի այդպես փող ենք հատկացրել բյուջեից, որ գնա Շվեյցարիա, որովհետև հասարակությունը վտանգավոր է Ռաֆիկի համար։ Հիմա ոստիկանությունն է, ինձ տանում է հաջորդ անգամ խնդրում եմ Շվեյցարիա ուղարկեք, այդպես ապրելու, որ իմ քանի որ հասարակությունը վտանգավոր է իմ անվտանգության համար։ Հա, ու եթե այդպիսի հիմք գոյություն չունի, կրկնում եմ, կարգավիճակ ես չունեի որևէ, երբ որ իմ տեղաշարժը սահմանափակվել էր, եւ կրկնում եմ, սա ստանալու է իրավական պատասխան։ Նաև դուք նշել եք, որ կոչ եք անում մշակույթի ոլորտին չհանդուրժել եւ կոշտ արձագանքել։ Ինչպես եք պատկերացնում այդ անհանդուրժողականությունը եւ որը կլինի արդյունքը։ Նախ մենք ես եւ Լիլիթ Բլեյանը երգչուհի, ես արդեն տևական ժամանակը մտավորականների ենք նկարում, որոնք սատարում են եկեղեցուն, կաթողիկոս Գարեգին II-ին եւ գերեվարված հոգեվորականներին, անմեղ հոգեվորականներին գերեվարված։ Նախ իրենց նախաձեռնությամբ կարող են աջակցել, իրենց խոսքը ասել։ Ես հատկապես մշակույթի գործիչներին եմ կոչս ուղղել, որտեղ սա գրաքննության հետ կապ ունի։ Իսկ գրաքննությունը ուղիղ կապ ունի իրենց գործունեության հետ։ Եվ զավեշտալի է, որ Հակոբ Կոջյան դպրոցի տնօրենը, Կերպարվեստի դպրոցի տնօրենը գնացել է կանգնել է գրաքննիչի կողքը, պատկերացնում եք։ Ասենք նկարիչ ես, որ պետք է երեխաներին տես վառ երևակայություն եւ բան սովորացնես։ Գնաս գրաքննիչի։ Հիմա որ ասենք այդ գրաքննիչը ասի երեխաներին սովորացրու Սարյանի նկարներից Արարատը ջնջել։ Ինչ անել ջնջելու է, հա? Կամ ասենք սովետական միությունը լիներ, ասել մի հատ գնա այդ Չարենցին այդ նկարից մի հատ հենց ջնջի ես, ինչ ձև է։ Մի խոսքով սա էլ է զավեշտ, էլի, ասեք իմ ծնողներին ուզում էին Կոջյանի դպրոց տանեին, երբ որ փոքր էի, դե որ պիտի դպրոցը կանեի, ուրեմն փոքր էի, բայց հիմա ասես որ նայում ասի չէ, ասեք դպրոցի տնօրենը եկել է կանգնել է գրաքննիչի կողքը։ Ու դրա համար է մշակութային գործիչներին կոչս եւ կոչը սա, որտեղ սրանից հետո կփորձեն եկեղեցում շարունակել գրաքննել, անպայման իրենք ուղղեն այդ գրաքննությունը։
Եթե չհնչի կաթողիկոսի կամ այլ պատարագից ինչ որ բան ուզենա հանի, որտեվ սրան շատ չկա, չէ, կարող է ասենք բան անի, ինչ որ տարբեր բաներ մեջից անի, սկսի ինչ որ բանդուրի չգա բան, ասենք կարող այնտեղ, չգիտեմ, կարող բանից առաքյալների անուններ են տալիս, ինքը ասի չէ Մեհրիբան Ալիևի անուն տվեք, ասես բաներ կարող անի, կամ Էնվեր Փաշայի։ Դրա համար պետք է մշակութային գործիչները եւս իրենց աջակցությունը ցույց տան նախ հոգեվորականներին, հավատացյալներին եւ մշակույթին։ Ի վերջո եկեղեցին ինչ է, այդ մշակույթի փոխանցման ամենակարգավորված, ամենակայուն կառույցն է։ Հիմա մենք մեր մշակութապես այս ամբողջությամբ այս եկեղեցական բաներով լցված ենք, չէ՞։ Ինչ է նշանակում պատարագին։ Ու հա, կարող եկեղեցիներ կան, կարող են գնալ, ասենք, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանի հետ թեյ խմել եւ ասել չես ամաչում այդ տղայիս ինչ ես անում։ Մենք խոսքում մի քիչ բան ցույց տվեք, էլի, նենց ոնց որ իրականում կաք, ոչ թե նենց ոնց որ ուզում է լինի Նիկոլ Փաշինյանը։ Այլ ավելացնելու բան ունեք։ Չէ, ինձ թվում է այսքանը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, որ ես զրուցում էի իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանի հետ։